Այսօր գուզեմ ցեզի հետ բաժնեկցիլ Նեհեմիա առաջին գլուխ 3-րդ համարեն միասին գարտանք, երբ մեկը եկավ Երուսաղեմեն դեպի քերության երգիր եւ հանդիպեցավ Նեհեմիայի, որ թագավորին մատակարարն էր, այսինքն թագավորին խմիչքը գուդար, որբեսի թագավորը խմեր, այսինքն ինքը լավ հավասարակշռված անձնավորություն մներ, որովհետև թագավորին առջև գնալու համար բավական պատրաստություն տեսածվի դլար իր բոլոր բաժիններում մեջ, բավական թիրքով բարձր դեղի մեջ մարդեր, այդ ժամանակվա դիրող թագավորության բարձր դեղերեն մեկն էր, իրեն մեկը եկավ Երուսաղեմեն եւ պատմեց սելով, գսե եւ ինձի ըսին քերութենեն ազատվածները, ընդգծեցեք ազատվածները, քավարի մեջ մեծ նեղության ու անարգության մեջ են, նեղություն եւ անարգություն, ազատվածները քերութենեն, քավարի մեջ դակավին նեղություն ունին եւ անարգություն կա իրենց կյանքին թեմ, ու Երուսաղեմի բարիսպը փլած եւ անոր թրները գրագով այրված են, այս խոսքը ուղված է հավատացյալներուն, հավատացյալները, որոնք Աստծո ժողովուրդն էին, քերութենեն Աստծո խոստումին համաձայն, Աստծո շնորհքով ազատած եւ կացած էին թեպի խոստացված երգիրը, Աստված իրենց խոստացած էր սկիզբեն, նույնիսկ քերության երթալեն առաջ իրենց ասած էր պիտի երթաք քերության ծեր մեղքին համար, բայց պիտի վերադարձնեմ ցեզի նորեն։ Եվ այդ ժամանակն էր, այսինքն Աստծո գործը դակավին կշարունակվեր, վերադառնալով հանդերձ այնտեղը ուր Աստված սահմանած էր, այս հավատացյալները ունեին շատ քեշ նեղության վիճակ, անարգված էին, բարիսպները փլած էին եւ թրները այրած էին, ասոնք ընդրված երգիրին մեջն էին, ուր Աստված ընդրած էր, խոստումները ունեին, բայց Գաբրեին այնպեսը, լավ մտիգրեք, Գաբրեին այնպեսը գարձես ոչ մեկ խոստում կատարված եւ իրականացած է իրենց կյանքի մեջ։ Քանի որ հավատքի կյանքին ընթացքին ունեցած է այս զգացումը, որ ինքը ինչով կդարբերի անհավատներեն կամ աշխարհի մեջ եղողներեն, քանի որ ունեցել այդ զգացումը, որ գուզես չլար, ունիս պետք է բանը չի գա։ Նույն պատկերն է սիրելիներ, որ այս մարդիկ այդ վիճակին մեջ էին, ցկած էին Բաբելոնը, լավ մտի գրեք, վերադարձած էին Երուսաղեմ, մտած էին իրենց ժառանգության մեջը, ուր որ Աստված իրենց դված էր, բայց դակավին գադարյալ ամբողջական ազատության մեջ չէին։ Գրնաս փոխել քու դեղդ, բայց չես կնար փոխել քու վիճակդ։ Գրնալալ տուն փոխես դեղդ, բայց վիճակդ չես կնար փոխել։ Ես շատ անգամ մարդոց կսեմ, որոնք օրինակի համար գործի մեջ չեն կնար շալգել դժվարություններ։ Եվ գորոշեն ցկել գործը ուրիշ դեղ երթալ։ Շատ անգամ ասած եմ, Ռաֆին շատ անգամ գարձեմ ասմասին խոսած եմ գանուխեն։ Գիշես Ռաֆի։ Գսեմ, եթե ասդեղեն ելար ուրիշ դեղ կացիր, հոնալ պիտի հանդիպիս նույն դժվարության։ Խնդիրը դժվարությունը չէ ուր երթաս պիտի գտնես։ Թուն ինչպես գրնաս թիմավորել այդ խնդիրը, ինչպես գրնաս թեմ տնել այդ խնդիրին, ադիգա է կարևորը, ադիգա է սորվելիքդ։ Հետևաբար գրնաս դեղդ փոխել, առաջին ամիս, առաջին շաբաթը ուրախ կլաս, ամեն ինչ նոր է, վերջնորեն խնդիրը խնդիր է։ Նորեն պիտի հանդիպիս դժվարության։ Ինչպես պիտի հանդիպիս, ամբողջ կյանքդ շրջիկ կդառնաս։ Հետևաբար գրնաս փոխել դեղդ առանց փոխելու քու վիճակդ։ Մեր հավատքի կյանքի մեջ մենք պետք է միայն դեղ փոխող չլանք, հապա մեր վիճակը փոխողը լանք։
գրոնականը մեզի գտելաթրե, որ մենք դեղ փոխողը լանք, կարևոր չէ մեկ եկեղեցի է ուրիշ եկեղեցի կացողը լանք։ Մենք միշտ դեղ փոխելը գրնալալ բաճարներուն կապված մեր առօրյան գաբրինք։ Պետք է մենք դերոջ կապված մեր առօրյան ապրինք, ինչ որ պիտի տեսնեք։ Ուրեմն մարդը գրնա ցկել մեղավոր միջավայրը, բայց դակավին գրնա իր մեջ գրել նույն ներքին գերբարանքները կամ իր ներքին գաբանքները, որ ինքը ուներ։ Մենք բոլորս ալ գիտենք Քրիստոսի քալենի հետ այդպես հրեշտակ չեղանք, կանոք եթե համացայն է, հրեշտակ չեղանք։ Դագը վրան շատ անգամ իրար անցուցինք, չէ՞։ Փոխեցինք մեր մեղքերեն ներվեցանք, բայց դեռ ունենք մեր մեջ շատ բաներ, որոնք ժամանակ արին թերևս տակավինալ ժամանակ պիտի առնեն մինչև վերջին օրը, որանոնց մեր լման ելենք։ Արդակին փոփոխությունը առանց ներքին փոխագերբումին միշտ նույն գաբանքը նոր վայրի մեջ կբերե։ Մենք պետք է գիտնանք մեր խնդիրը լուծել։ Եթե մեր խնդիրը չի լուծենք հավատքի տաշտի մեջ, դժվարությունը, նեղությունը միշտ մեզի հետ կգալի։ Տշնամին գսե ինչ լավ է այս մարդը։ Բնա չի օգնեցներ մեզի։ Որովհետև գուրախանա այդ ցևին, որ մենք բռնված ենք։ Գսե բարիստները փլած էին։ Ասիգա բադգեր է գործված հոգևոր պաշտպանություն չունեին այս մարդիկը։ Բարիստները Սուրբ Գիրքի մեջ կներկայացնեն պաշտպանություն, ինքնություն եւ բաժանում թշնամի են, այսինքն քու եւ թշնամիի միջև ինքը արգելք մնե, որ թշնամին չկարենա քու կյանքիդ վրա հարցագիլ։ Բարիստները փլած էին, այսինքն ամեն բան, որ դուրս կա կրնա ներս մտնել։ Տուն չես կրնար զսպել օդար բանը, երբ ուզեն ներս մտնել։ Ոչինչ բաբանված է։ Դու ինչպես կուզես որոշում ար, ինչ սկզբունքներ դիր, բաբանված չէ։ Բարիստները չկան, տշնամին հանգիստը կրնա ներս մտնել։ Ինքնությունը գդգարանա, ինչու համար, որովհետև ինքը ներսը իր ուզածին պես չի կրնար ապրիլ։ Տշնամին միշտ կրնա մտնել։ Ինչպես նաև տշնամին մեր առօրյայի մեջ ալ կմտնե։ Անորոմար շատ մահավատացյալներ հոգևոր սահմաններ չունին իրենց կյանքի մեջ։ Հոգևոր սահմանները ինչ է, աղոթքի կյանքն է, գարթալու կյանքն է, Աստծո առջև ճիշտ կեցվածք ունենալն է, ամեն ադեն ճիշտը ընելն է, իր խոսքին համաձայնքալելն է։ Հոգևոր սահման չկա, ամեն օր տեսակ մնեն։ Գարդոնեն, որ որևէ խորուրդ, որևէ միտք, որևէ զգացում կա եւ իրենց մեջ ինչն է, սբրտի եւ մտնե։ Որևէ նյութը գրնա իրեն խանգարել, որևէ նյութը գրնա իրեն բادرեն հանել եւ իր ամբողջ մուտը փոխել, ամբողջ վիճակը փոխել, ինքը միջոց չունի թեմ տնելու։ Աստվածաշունչը ինչ կսե մեզի, կսե երբ օդար խորուրդները կան, արեք Քրիստոսի ոտքին առջև քերի ըրեք, ոչ թե արեք եւ ապրեցեք։ Հետևաբար եթե բարիսպը չկա, հոգևոր բահբանություն չկա, որ խորհուրդները գրնան ազատ համարցած սբրտիլ եւ քեզի նեղացնել։ Միայն այսօր, որ ամենա լավ օրերեն գրնա նկատվիլ ինձի, գիտեք քանի անգամ ես դիրոջ արչև գեցերեմ, միայն օտար խորհուրդները հերու դանելու համար, քոնե 4-5 անգամ ձունգի կալով աղոթերեմ, որ օտար խորհուրդները, որ գուզեն իմ հոգևոր սահմաններս ներս մտնել իրենց դուրս ցկեմ։ Ասիկա ամենա լավ օրերս մեկն է։ Շատ բնական է, որ ես դերը լամ իմ բարիսպիս, որովհետև անգամը որ փլի, այլևս չեմ գրնար զսպել։ Տշնամին ինձ մի արտոնություն չառներ մտնելու համար։ Իր ուզածը այն է, որ իմ բարիսպներս փլածը լան։ Այրած թրները Աստվածաշունչին համաձայն կանթված մուտքերն են, որոնք կներկայացնեն իշխանություն, մեր որոշումները եւ մուտք մնե, որ կներկայացնե մեր որոշումները եւ մեր իշխանությունը։ Մենք իշխանություն չունենք ուզած ադենից նյութի մտիմաց կոչելու։ Նյութը քան է վերջացավ ինձի պիտի շաղե ուզածին պես։ Դժվարությունը եկավ, պիտի դիրեին վրաս։ Ես չեմ գնար իր արչև թուրը կոչել։ Չեմ գնար թուրը կոչել։ Նայեցեք այս ժողովուրդը ինչ վիճակ ուներ, հոն Գաբրեր ազատութենեն վերաթարցած էր, լավ մտի գրեք, ազատութենեն վերաթարցած էր, բայց այս վիճակը ուներ 4 կողմերնին թշնամի գար։
Թշնամիները ուզած ադենին գրնային կալ եւ վնաս հասցնել իրեն։ Այսօր դու դերևս նույն ցևի թշնամություն չես տեսներ, բայց թևերը բագաշ չեն։ Մարդոց չարությունները բագաշ չեն, դու առօրյային մարդոց հետ կշփվիս, հավատացյալներու եւ ոչ հավատացյալներու հետ։ Ամեննալ բոլորնալ սխալական են գրնան, որևէ ադեն սխալն էլ։ Քու թուրդ քու բարիսպը դե կարևորը եւ ադիգա կորձածելն է կարևորը, որովհետեւ դու իշխանությամբ կոծես սխալ թուրը վրա չաստ է։ Մեծ մասամբ հավատացյալները երբ փամը կբադայի իրենց, հոս կբադայի։ Բայց կդեսնես որ հոս կվիրավորվին։ Փամը չգա որ հոսը սկսի մինագ հոս երթա, վարիչն է։ Եվ որ դու աստեղ մտած նյութը գարնես, նկատի գարնես, հետը գարնես գուդաս, գհամացայնիս այդ միտքերուն խորհուրդներուն հետ, բնականաբար հոսնեղեն հոսքիչն է։ Երբ հոսիչն է, դուն ցավ գսկաս։ Գսես ինձի ցավ ցուց, գսես ինձի վիրավորեց, գսես ինձի այսրավ։ Անգե իդ հաջորդող լավ բանը գուքա, որ գսկսիս որոշել թունալ ինչ վիդնես իրեն։ Բնական է, ընթացք է ինքը գլորակ, բախուս չունիս, եթե ծկեցի նույթ ոնդեղեն, հոս եկավ, թուր չունիս, բարիսպ չունիս, իշխանություն չգա, հոգևոր բահբանություն չգա ներսեն դուրս, բնականաբար գուքա սահնակի վես վարգիչն է, վարիչն է բաղմությունը ֆիլիմը գսկսի։ Եվ անգևերջ կշարունակվի, հետևաբար երբ թրները այրած են, հսկողություն չունին այլևս, գյանքիդ մեջ կշվարիս և անոր համար շվարելով դակնապ կապրիս, ընջվածություն ունենաս, դիպրեշն ունենաս և այլն, որովհետև ամեն ինչ դակնու վրա եղած է։ Այսօրվա այրած թրները մեր գյանքերեն ներսը չգարավարված մտածումներն են, միտքերը, որոնք չեն կնար գարավարել։ Հազիվ միտք մկա, մենգալ իր հետը հաղորդակցություն կպանանք։ Քանի օքի կհասկնաս այս բաժինը, նյութը երբ կա, իրեն հետ հաղորդակցություն կպանաս։ Քանի օքի գիտե ինչպես կպանա, կբացվի իր կյանքի մեջ նյութ մի հետ կա հաղորդակցությունը։ Քանի օքի գիտե, կուքա այսպես նյութը, միտքիդ մեջը, եւ դու կսկսես հետը խոսիլ։ Ժամանակ կանցնես հետը, ժամանակ անցնելը իրեն հետ համացայնիլը գարկմը գեդերու վրա, քու իշխանությունդ իրեն հանցնել է, այսինքն թուր բարիս կոսնցնել է, քու մեջդ կմտնե եւ կսկսի քու մեջդ ազդել ժխտականորեն։ Անգևերջ գաղոթես, փամը չի փոխվի։ Քանի օքի անգևերջ աղոթած է, փամը չի փոխված, քիշերը քունը փախած է, վերջացավ։ Քանի օքի ունեցեր է, հոս իջնել են վերջը, լուծում չկա, ջարահատ էստուն։ Հոս իջնել են վերջ, այլևս աղոտ կչոքներ։ Հոս եղածադենը, լեր է գսես իրեն, ել աստեղեն, դախիլակ գսե գերթա։ Բայց հոս իջնել են վերջ, մինչև արդութուն աղոտ է։ Մինչև որ լամը չգսմրտե կեզի, դեղեն չի շարժիր։ Այլևս էկզորսիզմ գուզես, որվեսի ազադիս։ Գրծամիտ կսպարզել, անոր համար մենք շատ անգամ լավ ենք, հետո ինգած ենք։ Լավ ենք, ինգած ենք, բայմաններ են գախյալ գաբրինք, սա կնշանակե մեր բարիսպները պլած են, մեր թրները այրած են, մենք զավակ ենք, մենք փրկված ենք, մենք ազատություն ունենք Քրիստոսով, մենք հավիտենական կյանքը վիդաբրինք, բայց մեր առօրյան ասե, մեր ալբաղմությունը ասե։ Իմ ալ ջագադիս ասիգա կրվեր է գսեն շադեր։ Մորցածը լալով, որ մեր ջագադին կրվածը Հիսուսին խաչին վրա մերնելով եղավ, գսե մեր ջագադին կրվածը ասե պիտի շալգենք մեր խաչը եւ խաչալ կգոչեն։ Բայց բնավ գապ չունի խաչին հետ։ Հետեւաբար մինչեւ ոս լավ նկատի արեք սիրելիներ, ուրեմն իրական խնդիրը այն է, որ հավատացյալները հարաբերություն գնեն պայմաններուն հետ, գմորնան հարաբերություն ունել զիրենք ազատողին հետ, փրկողին հետ։ Եվ խնդիրը Երուսաղեմ եկող ազատվածներուն հետ ամեն ինչով սպառված էին բացի Աստծո դունը շինելու, Աստծո գործը անելու, Աստծո առջև աղոթքով գնալու։ Ամեն ինչ կնեին բացի ատկե։ Վերադարձան Աստծո հետ գապ չփնտրեցին։ Մինչև որ մեկը եկավ որ իրենց այդ ուղղությամբ տաներ։ Հետևաբար խնդիրը այլևս փապելոնը չէր, խնդիրը
երգիրը չէր, հասած էին արդեն երգիր, խնդիրը Աստուծո հերու ըլլալնին էր։ Աստծո հետ մտերմություն չկար։ Այսօր հավատացյալները թշփախտաբար գնկադեն, որ Աստծո հետ հարաբերության շատ արգելք չեն դար, Աստծո աղոթք մը գծախեն։ Աստծո աղոթք գծախեն։ Գիտեք ինչ ասել, այսին աղոթքը գնստին գաղոթեն, ակնկալելով որ Աստված բավարարվի։ Աղոթքը մեգումը քրբանը բամը լեցնելու մասին չէ։ Աղոթքը միջոցն է Աստծո հետ հարաբերություն ունենալու։ Աստծո հետ հարաբերությունը գցկե որ թուն պատրաստվիս ներքնաբես հանդիպումի, երբ Աստծո կհանդիպիս, այն ադեն խնդրանքներդ եւ ուրիշ բաներ բնականաբար լուծվելու կսկսին։ Անոնամարտուն պետքություն ունիս քու առօրյայիդ եւ քու կյանքիդ մեջ քու պետքերդ ավելի, քու կորձեդ ավելի, ամեն ինչեդ ավելի Աստծո հետ մտերիմ հարաբերություն ունենաս։ Սիրելիս հավատա որ թուն մինչև ձունգի քաս քո արցումիդ պատասխանը սրդիդ մեջ են դուրս պիտի ելնե, ինչպես Եսայի մարգարեության մեջ կսե։ Բայց ասիգա լալու համար կարևոր մեկը լալու վեկչունիս, մարգարեմը լալու վեկչունիս թուն իրեն հետ մտերմություն շինելու պետք ունիս։ Քու հոգիդ մեջի ազատությունը ապրելու համար թուն պիտի նայես որ մարդկայինը, նկարակրայինը, միտքինը չարդոնես դիրեք ու առօրյայիդ վրան։ Ինքը պիտի դիրե իր կորցն է ադիգա։ Թունես որ արկել կգենաս Քրիստոսով քեզի դրված իշխանությունը այդպես կաշխատի։ Հետևաբար ֆիզիկապես վերադարձած էին, բայց Աստծո հետ հարաբերության համար չէին վերադարձած։ Կրնակ տեսնել համեմատությունը, որ մեր առօրյային հետ կապված է։ Մենք ալ աշխարհեն վերադարձանք, բայց շատ անգամ բարդականություն ունենք հարաբերություն գուզեդերը։ Հայտնության գիրքի մեջ Եփեսացիներուն գրած նամակի մեջ ինչ կսե։ Կսե դու այս կնես, այն կնես, այդ կնես, կսե ամեն այս բաները կնես, բայց ես քեզ մեջ թշկողություն ունիմ։ Կսե այլևս ինձի քո առաջվա սիրովը չես սիրեր։ Առաջվա կսե մեր միջև եղած հարաբերությունն ու սերը շատ հաճելի էր կսե։ Հիմա բայց այդ սերը չի գա, բարդականություն կնես, դեր հավատքդ ունիս։ Դեր այս ունիս, այն ունիս գծարայես, դժվար դեղերու մեջ դեր իբրև քրիստոնյա լալդ կհայտարարես, բայց կսե ես թշկո եմ քեզ մե, վերադարձիր ոչ թե ունեցածը դալ պիտի գործընծնես։ Դերը հարաբերություն գուզե սիրելիներ։ Հավատացյալները պետք է ոչ միայն Աստծո խոսքը գարտան եւ աղոթք մնեն, պետք է իրենց միտքը նորոգվի։ Աստծո խոսքը գարտան եւ մինչ Աստծո խոսքը գարտան իրենց ցանկի մեջ գտնված դժվարություններուն թիմած այդ խոսքերուն ամացայն դերոջ ցայնը իրենց սիրտեն պետք է լսեն, երբ դու քու սիրտիդ մեջ են քու պայմաններուդ համար ցայնը գլսես Տիրոջ, այդ խնդիրին լուծումը կունենաս, որոշում առնելու առաջնորդությունը, իմաստությունը, պատրաստակամությունը կունենաս։ Հովանու 15:4-ի մեջ կսե. Ինձի միացած մնացեք եւ ես ցեզի միացած պիտի մնամ։ Ինձի միացած մնացեք եւ ես ցեզի միացած պիտի մնամ։ Ոչ աշակերտները, ոչ ալ այսօր մենք միջոց ունենք միացած մնալու իբրև թե ուրիշ անցիմը միացած լանք, կապված լանք։ Մեր իրեն հետ կապվելը խոսքին հետ մեր հարաբերությունեն կապված է, ժամանակ դալեն կապված է։ Հետևաբար խնդիրը փրկության բագասը չէ։ Խնդիրը Աստված մեկում ավելի դված է, մյուսին բագաս դվածը չէ։ Խնդիրը բարձորեն Քրիստոսի հետ մեր հարաբերության բագասն է։ Մենք շատ դարված ենք եւ աստված ենք կյանքեն ու պայմաններեն, պետք է ադիգա փոխենք։ Արդյոք դու քու առօրյայիդ մեջ նման վիճակի կդարաբիս կամ կանցնիս։ Պետք է նկատի առնես։ Տեսեք, շատեր կգարձեն, որ եթե շատ կորձունին արդար է, իրավունք է, որ շատ չաղոթեն։ Եթե քիչ ամուսնացավ,
բարդականությունները ավելցավ, ամիջապես այդպես կսկսին գարձել, որ ուրեմն Աստծո հետ հարաբերության հետ կապված գարկմը բաներ պիտի գեցնեն, բնավ։ Աստված քեզի հետ հարաբերության համար ժամ չուզեր։ Ժամի կապված չէ հարաբերությունդ Աստծո հետ։ Գրնաստուն շարջ գարջ եւ ամփոփ բահմը ունենալ, արիթմը ունենալ եւ դերոջ հետ քեղեցիկ մտերիմ հանդիպումը վայելել։ Դեսեք դերոջ հանդիպելու ուշացումը, որովհետեւ երկար ադեն իր մեհերու մնացել ենք, ադոր համար այդպես կսկանք։ Բայց իրականության մեջ դերոջ գամքը նյութի մշուրջ ճանչնալը իր արչեւ լուր վստահությամբ, հավատարմությամբ գենալեն գուքա։ Խելացի լալետ չի կար, Աստծո խոսքը շատ լավ գիտնալետ չի կար, ով գուզես եղիր, երբ որ դերը ինձ հետ խոսեցավ, ես բանեմը դեղյակ չէի։ Ոչ մեկ բան գիտեի քրիստոնեական հիմերեն, ոչ մեկ բան, գիծազները սա լման սխալ էին արդեն։ Ինքը արկել չունեցավ իմ կյանքիս մեջ ներկործել։ Հետևաբար մեր պետքը ժամանակը չէ, մեր պետքը մդերմիկ այդ բահն է վստահությունով, լրությամբ, հավատարմությամբ իր ներկայության գենալը։ Հետևաբար սիրելիներ, շատ կարևոր է, որ մենք նկատի առնենք, որ աշակերտները Պենտեկոստեին առաջ ոչ թե միայն հավատացին դերոջ խոստումին, չէ՞, ոչ թե միայն հավատացին, սինո դերը մեզի խոստացավ եւ այն մեկ իր ճամփան գնաց։ Անոնք միասին հավաքվեցան, միապանություն սորվեցան, մեկ դեղ մնացին, մեկ հոգիով, երկու հոգիով չէ, 120 հոգի մնացին, սպասեցին, աղոթեցին շարունակ, ակնկալելով, որ դերոջմեն պիտի կա խոստումը։ Չէին գիտեր երբ պիտի կա, չէին գիտեր ինչպես պիտի կա։ Իրենք գեցած էին եւ կսպասեին դերոջ ընդրած ժամանակը։ Իսկ Նեհեմիայի բարակային ալ ամեն ինչ մեկ անգամ են չեղավ, եւ որ Նեհեմիա գսե լուրը լսեց, սկսավ երթալ, աղոթել, լալ մեգումը չխոսեցավ, բամը չսավ, քնած Աստծո ներկայության գեցավ, լացավ, աղոթեց, իր սիրտը պատրաստեց Աստծո սիրտին բես դարձուց, որովհետեւ Աստծո հանդիպելով գարենա հայտնություն ունենալ։ Գրագը մեր կյանքերեն ներս կործելու համար նախ պետք է, որ մեր սիրտը Աստծո սիրտին բես դրոփե։ Ասոնք բարեր չեն բիդսենք, մենք պետք է ցկենք, որ մեր սիրտը Աստծո սիրտին բես դրոփե։ Ինչպես կլա Աստծո սիրտին բես դրոփել։ Մեր սիրտը կրնա դրոփել օրվա լուրերով, մեր շուրջ գտնվող պայմաններով։ Եթե անոր ագանչտանք, մեր սիրտը ադոր ամացային կդրոփե։ Մեկը քեզի հետ խոսի, արդեն պիտի ձեզ սիրեմ, որովհետև լեցված ես արդեն։ Ինչեն լեցված ես, ինչեն չես լեցված, չես գիտեր։ Ճիշտ եմ կամ ոչ։ Եվ որ Աստուծմով գլեցվիս, այսինքն քու իր սրտի դրոփումով թուն կշարժիս եւ սիրտդ կդրոփե, այսինքն թուն իր մղված կշարժիս քու կյանքիդ մեջ գտնված բաներուն դիմաց ըստ իր դված ներշնչումին եւ առաջնորդության։ Մենք շատ կարևոր է մեր սիրտը նայենք ուր է, նախքան գրագին քալը։ Աստված պիտի ուզե, որ մեր սիրտը իրեն սիրտին հանդիպի, որբեսի առնե դաունլոդը լա։ Անունով քրիստոնյաներու կյանքը լուրջ խնդիր է եւ շատ անգամ հավատացյալներ, որ հոգեվոր բոլոր փորձառությունները ունեցած են, կտեսնես կսահին թեպի հոն։ Ինչպես Եբրայեցիներու գրված նամակի մեջ գրված է, լույսը ստացան, Սուրբ Օքին բարգևները, ամեն ինչ ստացան, բայց իրենց առօրյան կտեսնես անունով քրիստոնեակ է, անունով քրիստոնյա են, իրենց կյանքերեն ներս բարիսները փլած են, թրները այրած են, ամեն ինչ սբրտած է իրենց կյանքի մեջ։ Եվ ադիգա լուրջ վտանգավոր է եւ արգելք է։ Հետևաբար սիրելիներ, ինչ պետք է անենք։ Ինչ պետք է անենք։ Շատ կարևոր է ամենաբարձ բանը անենք, ամեն օր Տերոջ առջև նստենք, փարչունիս։ Ասե դերս քեզի շատ կսիրեմ, փերանես փար չգա ելլելու, որ քեզի ասեմ։ Հոսպիտ նստիմ, դեղես պիտի չշարժիմ։ Դեղես պիտի չշարժիմ, աս ժամանակը քեզի է։
Աս 6 ժամը, այս 1 ժամը, աս 10 վայրկյանը լուր պիտի գնամ, դեղես պիտի չշարժիմ։ Ասիկա քու ժամանակը դե, թուն եթե խոսք ունիս, ինձ ասե, եթե պետք է սիրտս ճշտե, սիրտս մարզե, ինձ սորվեցուր ինչ կուզես որ ես եմ, հավատքի արտահայտությունը դրե։ Եվ նայե այդ ժամանակը որ գտնես Տիրոջ ներկայության մեջ, ինչքան պիտի փոխեք ու առօրյադ։ Երեք գիշեր ներշնչում ունեցա աղոթքի ադեն, եւ ներշնչումին աղոթքը ինձի զգացուց, որ իմ աղոթքիս բարերը չեն, որ գահաջեցնեն Տիրոջ։ Զգացումը ունեցա, որ ես հիմա կփորձեմ իմ բարերով սփացադրել։ Իր ներկայության մեջ ճիշտ ցևով գենալը է, որ իրեն ուրախացնե։ Եվ ես զգացի այդ մեկը։ Զգացի, որ իմ բարերս կարծես իրեն ապրանք կձախեմ, այդպես են։ Մինչ այդ երբ լուր իր ներկայության մեջ գենալու աս միտքը խաղապարը մեջս ունենալով գեցած է, որ ես հիմա իր ներկայության գեցած եմ, իր դրամատրության տակ եմ, իր գամքին հանձնված եմ, վաու, շատ ավելի զորավոր էր, քան աղոթքին բարերը։ Հետևաբար այդ բանը չաղոթեցի։ Այդ զգացումը, որ իմ մեջս եկավ, անոր հանձնվեցա, այդ զգացումը մարզել ուզեցի, այդ զգացումը բահելու ցև ուզեցի որթեքրել, քանի օքի հասկանա որ իմ լեզուս։ Շատ ավելի քեղեցիկ էր սիրելիներ բահը։ Անորամար լուր կնա Տիրոջ ներկայության, գնա բենդը պարսանալ։ Լուր կնա Տիրոջ ներկայության։ Նստե մինչև որ իր ներկայությունը քեզի հայտնի դառնա։ Այսօր չեղավ, վաղը նորեն կնա, միսօրը նորեն կնա։ Ժամ մթիր 24 ժամիդ մեջ որ Տերոջ մեն ստացեր ես, այս ժամը է քեզի է։ Այս ժամը քեզի է։ Մեգումը չեմ արդոներ, որ այս ժամը կողնա։ Թիր այդ ժամը Պարչունիս, նստե, ցանցրացար, զգացիր, որ ներշնչվեցար, ալբեկե ելես, վրնդե այդ զգացումները։ Անոնք Աստծուց մեջ են։ Որովհետև իրեն հանդիպից չես գնար ցանցրանալ։ Եթե ներշնչումը իր քու հոգիիդ մեջն է, ոչ զգացումներուդ մեջ, չես ուզեր ելնել։ Ներշնչումը, որ զգացումներուդ մեջ քիչ ազատություն կբերե, անիգա է որ քեզի գսե, հա եղավ, հալելույա, ամեն ինչ օքեյ, հիմա կրնաս ելնել։ Քանի օքի ունեցեր այդ փորձառությունը, աղոթքի ադեն հազիվ ներշնչվեցավ, կերտա այդ մուրացկանին կնմանի, որ քեզ մե տրամ ուզե, ինչ երգս է, ինչ փարեր կկործած է։ Քանի օքի գիտե վարբետ մուրացկանները, որ ինչ փար ուզես կկործած են, ադեներ գամչնաս դիմացդ, եթե քեզի անգույն բերած է, ինչ փար ուզես կկործած է, տրամը արածին պես չգա գործված է արդեն։ Մենք շատ անգամ Աստծո հետ այդպես ենք։ Հազիվ ներշնչումը կա, քեզի բեք չունիմ արդեն արի առնելիքս։ Երբ այդ զգացումը կա, ասի բայթիր, ջայթիր, դեղես պիտի չշարժիմ, պիտի սորվիս Աստծո ներկայության մեջ գնալ։ Աստված շատ ավելի խորունգ է, շատ ավելի հերույ է, շատ ավելի փառավոր է, շատ ավելի մեծ է, շատ ավելի սուրբ է, քան այդ բզդիկ զգացումը, որ հիմա իմ զգացումներուս ուրախություն տվավ։ Ես ավելին կուզեմ։ Թուն քեզի վարժեցուր ոչ թե գրոնական մոդեցումով առաստված, թուն քեզի վարժեցուր, որ իրապես գենաս եւ գարենաս իրենը սпасել։ Սիրելիներ առանց բարի մասին չեմ խոսիր, գիտության մասին չեմ խոսիր։ Ես նկատի առած եմ, ինչքան գսիրե Աստված հանդիպիլ մարդոց, դեսիլքով, իրական, այն մարդոց, որոնք բամը չեն գիտեր։ Քրիստոնեության մասին անգամ բամը չեն գիտեր։ Բայց իրենց մեջը փնդրդուկ կա։ Եվ գնայս դերը կհանդիպի իրենց։ Եվ դժբախտաբար գիտես, այդպիսի Աստվածը
հավատացյալներու միջավայրի մեջ կփնդրվի եւ չի գտնվիր։ Ցավալի է, չէ՞։ Քանի օքի դες է։ Այդպիսի Աստվածը հավատացյալները կփնդրեն եւ չեն գտներ։ Եվ գսեն դեր ինձ չի խոսիր, դեր այսպես չներ, դեր այնպես չներ, դեր ամեն ինչ չի խոսիր, Սուրբ ոգին խալիկ եմ։ Ասում ամեն գրոնական եւ թիվային սխալ մոդեցումներ են։ Բադիվ չեն բերեր։ Գանարքեն գիտեք աս ամեն նյութեր ուր գելած է, որովհետեւ մի քանի հոգի Աստծո անունով խոսած է սխալ։ Սխալած է։ Անորամար վարժությունը կացած է մարդոց մեջ։ Աստծո հետ մդերմություն շինելը սխալեն անտին է։ Այդ սխալողը տակավին երկինք պիտեր թա։ Չարժեր որ այդ սխալին համար Աստծո ցայնը լսելու սովորությունը թատրի։ Որովհետև այսօր որոշումը որ գարնես տուն թարեր շարունակ սերունդներուն վրա պիտի անցնին։ Չգարձես, եթե այսօր դու որոշում մարնես քու զավագիդ, քու ընտանիքիդ, քու սերունդիդ վրա պիտի չաստե։ Ինչ որոշում արնես, ադիգա պիտի ազդե։ Իմ զավակներս հովիվը լալուն համար չէ որ հավատքի պիտի կան։ Հսկելուս համար, պետք է ընելուս համար է որ իրենք վարժությունը պիտի ունենան։ Տերոջ արջև գենանք սիրելիներ։ Նայինք այսօրվա աշխարհին։ Թուր չկա, բարիս չկա։ Նայինք հոգևորներու, նայինք հավատացյալներու, բարիս չկա, թուր չկա, մեղքը սբրտած է։ Չես պիտի մոտենանք։ Նեհեմիան գսե լացավ։ Գսե Նեհեմիան ձոմրավ։ Մենք ալնենք։ Դրամատրենք շաբաթը 1 օր, 2 օր։ Աղոտքի հատուկ, ձոմի հատուկ Աստծո գոմե մեզի ըսվածները իրականացնելու համար։ Ես ասպես գսկամ շատերը այդ վիճակի մեջ են, է դերը խոստացավ բեկենե։ Դիրոջ խոստումները, փոլորը խոստացավ ասելով չլար։ Շատ անգամ դերոջ խոստումը տուն ինչպես կշալգես ադոր համացայն կգադարվի։ Չես կնար անդարբեր եւ անհոգլալ։ Ամեն։ Եք այսպես գենանք դերոջ ներգայության եւ ուզենք որ այդ զորությունը, այդ իր գամքը, իր սրբությունը մեզի հանդիպի։ Եք միասին բաշտենք։